Հրապարակը գրում է Գյումրու ընտրություններին իրենց սարիկի հաղթանակի համար իշխանությունը ընտրական գործընթացների մեջ է ներգրավել նաև բանակը։ Ռազմական ոստիկանության պետ շիրակցի Աշոտ Զաքարյանը անցած շաբաթ Գյումրիում հավաքել է զորամասերի ղեկավարներին հրահանգել, որ զորքը պետք է ՔԲ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քվեարկի։ Վերահսկեն, որ հրահանգն անշեղորեն կատարվի։ Աշոտ Զաքարյանի սխոդկայից հետո հրամանատարներին պատիվ են տվել այդ գործն էլ իր վրա է վերցրել Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը։ Պետական պաշտոնյաները ջրի ճամփա են սարքել Գյումրին։ Մեկ շաբաթ առաջ էլ Գյումրի էր մեկնել առողջապահության նախարար Ավանեսյանը, այցելել բուժկենտրոններ, հանդիպել իր բնորոշմամբ հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ։ Նույն օրերին Գյումրի էր մեկնել տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը, գրում է թերթը։ Փաստի աղբյուրի փոխանցմամբ Գյումրիում ավականու արտահերթ ընտրություններին ընդառաջ իշխանությունը ստի ու կեղծիքի միջոցով փորձում է ապակողմնորոշել բնակչությանը, կեղծ նարատիվներ է տարածում, որ եթե իշխանական թեկնածուները չընտրվեն, բազմաթիվ ծրագրեր չեն իրականացվի։ Ընդդիմադիր թեկնածուները դժգոհում են, որ ՔՊ-ն սուբվենցիոն ծրագրերը այնքան է ձգձգել, որ դրանց իրականացումը այժմ կապում է քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անվան հետ, տպավորություն ստեղծելով, թե այդ ամենը իրականացվում է իրենց թեկնածուի շնորհիվ։ Օրերս էլ աշխատանքային այցով մարզում է եղել տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, որը հայտարարել է, թե առաջիկա օրերին բացվելու է հյուսիս-հարավ ծրագրի Լանջիկ-Գյումրի 27.5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը կթեթևացնի մեքենաների երթևեկությունը միջպետական մայրուղով, գրում է թերթը։ Հրապարակում կարդում ենք մարտի 25-ին խորհրդարանի հերթական նիստերի օրակարգում, ինչպես հայտնի է, ընդգրկվելու է նաև նախկին ՔՊԱ-ական Հովիկ Աղազարյանի ու Երևանի նախկին քաղաքապետ պատիվ ունեմ դաշինքի падգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկման հարցը։ Թերթը տեղեկացրել է, որ պատիվ ունեմի падգամավորները չեն մասնակցի նիստերին, հայտարարելով, որ գործ ունեն իրավական ֆարսի հետ։ Տարոն Մարգարյանն է նման ցանկություն հայտնել, որ ստիպված չլինի ամբիոնից բացատրություններ տալ ու ենթարկվել ՔՊԱ-ականների հարձակումներին։ Հայաստան դաշինքում վերջնական որոշում չունեն։ Հրապարակը գրում է իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են։ Ալեքս ընկերության աշխատակիցներից մեկն ասել է, կարելի է ասել, հարկայինի տեսուչները գիշերում են ընկերություններում, քրքրում փաստաթղթերը, լուրեր կան, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ 1 ամիս կասեցված է։ Աշխատակիցների ականջին են հասել լուրեր, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել Լֆիկից, մոտ 15 միլիոն դոլար, ըստ աղբյուրի օլիգարխը հրաժարվել է մուծվել, ասելով, որ գործերը լավ չեն ու հայտնվել է թիրախու։ Նման քայլի պատճառը բյուջեի դեֆիցիտն է, իշխանությունը, որ 18 թվականից հետո զերծ էր մնում բիզնեսին հարվածելուց, հիմա քերթում է գործարարներին։ Կամայական թվեր են նրանց վրա դնում, պահանջելով հոգալ պետության կարիքները։ Փողը պակասել է, պահանջները մեծացել, ցինիզմը շատացել ու իշխանությունը պահելու համար այլևս բիզնեսմենների օգնության կարիքն են զգում։ Պեկից թերթի հարցին ի պատասխան ասել են, Պեկ հսկողական աշխատանքների հիմքում ռիսկերի վերլուծական գործարքների արդյունքներն են։ Անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպություններում են նկատվել ռիսկերը, ստուգումները չեն իրականացվում ըստ կազմակերպությունների անվանումների։ Հարկային մարմիններում ընկերությունները հաշվառվում են ըստ իրենց ՀՎՀՀ-ների ու ձեր հարցադրման հետ կապված կարող ենք հաղորդել այսքանը։ Մեջբերման ավարտը։ Ժողովրդում էլ կարդում ենք Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀՖ նախագահ Արմեն Մելիք-Բեքյանը երեկ մասնակցել են Փաշինյանի հոր անունը կրող ֆուտբոլային մրցաշարի, որը նվիրված է եղել Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Թերթը տեղեկացել է, որ մրցաշարի հեղինակը Տավուշի Նիկարմ ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է։ Նիկարմի տնօրենը Իջևանի մարզադաշտի նախկին ղեկավար Արմեն Խաչատրյանը եւ Մելիք-Բեքյանը իջևանցիներ են ու Փաշինյանի հետ սերտ հարաբերություններ ունեն։
են։ Նրանք Փաշինյանին հաճոյանալու համար թերևս կազմակերպել են մրցաշար վարչապետի հոր 85-ամյակին նվիրված ու Փաշինյանն էլ ընդունել է առաջարկը։ Մինչդեռ նրա հայրը երբևէ կապ չի ունեցել ֆուտբոլի հետ, թերթը կապ է հաստատել ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանի հետ հասկանալու եղել է նախկինում նման բան, որ երկրի ղեկավարի ծնողի անունով մրցաշար կազմակերպեն Հայաստանում։ Ես Նիկոլ Փաշինյանի հորը ճանաչում եմ, մի քանի անգամ հանդիպել եմ հետը այն ժամանակ, երբ Փաշինյանը պաշտոն չուներ, պարկեշտ համեստ մարդ էր, ինձ թվում է այս ամենը իր սրտով չէր լինի, դրանից ինքը չէր ուրախանա, դժվար թե նա դրվատանքի խոսքեր ասեր այդ միջոցառմանը, ասել է Սուրեն Աբրահամյանը, իսկ ժողովուրդը հիշեցնում է Փաշինյանի հոր հայտարարությունը հեղափոխության օրերին այն մասին, թե հնարավոր է ավելի ուղղելացի իմաստուն թեկնածուներ կան, թող նրանք էլ առաջադրվեն։